Միացյալ Նահանգները աննախադեպ ուժգնությամբ հարվածել է Իրանի նավթային սրտին, ինչ կլինի, եթե Խարկ կղզու նավթային ենթակառուցվածքները ոչնչացվեն, Թրամփը հենց դրանով է սպառնում Իրանին, եթե նա շարունակի փակ պահել Հորմուզի նեղուցը։ Կթաթախվի Թուրքիան Մերձավոր Արևելքում բորբոքված կրակի մեջ, հետևից տանելով նաև նատոական զորքը, բազմաթիվ զգուշացումներից հետո էլի 3 հրթիռ է ընկել Թուրքիայի տարածքում, միջազգային պարբերականները գրում են, որ Էրդողանը կուլ չի տա վիրավորանքը։ Չի պիտի բացառել, քանի որ քաղաքականությունը բացառություններ չի սիրում։ Եվ պատերազմող Իրանից Հայաստան եկողների առաջին կանգառ Մեղրիում իրանցիները իրենց ապահով են զգում, շատերը նախընտրում են ժամանակավոր այնտեղ մնալ մոտ ծննդավայրին։ Հայերը հյուրընկալ են և սիրով են մեզ վերաբերվում։ Մարտի 14-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես նավթային պատերազմի է կարծես վերաճում Մերձավոր Արևելյան օդային մարտը։ Միացյալ Նահանգները աննախադեպ ուժգին հարվածներ է հասցրել իրանական Խարկ կղզու ռազմական թիրախներին, ըստ BBC-ի դիվանագիտական թղթակից Փոլ Ադամսի, ամերիկյան ուժերը հնարավոր է անգամ փորձեն գրավել Խարկ կղզին։ Դա ոչ միայն կկանգնեցնի իրանական նավթի արտահանումը, այլև պարարտ հող կստեղծի Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների համար։ Դոնալդ Թրամփը արդեն սպառնացել է ոչնչացնել կղզու նավթային ենթակառուցվածքները, եթե Իրանը շարունակի փակ պահել Հորմուզի նեղուցը։ Դեռ փակ է նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ The Wall Street Journal-ը գրել է, որ Իրանին հարվածելուց առաջ էլ Թրամփը գիտակցել է Հորմուզի նեղուցը փակելու ռիսկերը, սակայն հույս է ունեցել, որ իր բանակը կկարողանա բլիցկրիգով ծնկի բերել Իրանը եւ բանը չի հասնի աննախադեպ ճգնաժամի նավթի շուկայում։ Իսկ ճգնաժամը սկսվել է։ Դրա վկայությունն է ըստ փորձագետների այն, որ Թրամփը ստիպված է եղել ժամանակավոր հանել Ռուսաստանի վրայից նավթային պատժամիջոցների մի մասը, արհեստական շնչառություն տալով շուկային, բայց սա միայն ժամանակավոր լուծում է։ Մերձավոր Արևելյան օդային մարտերի 15-րդ օրվան հետևել է Գայանե Մովսիսյանը։ Պատմության ընթացքում ամենահզոր ռմբակոծություններից մեկն է Միացյալ Նահանգներն արել իրանական Խարկ կղզում։ Հպարտությամբ հայտարարել է նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը։ Այս կադրերը Թրամփն է հրապարակել։ Խարկ կղզում դեռ միայն ռազմական օբյեկտներն են եղել նահանգների թիրախում։ Եթե Իրանը շարունակի խոչընդոտել Հորմուզի նեղուցով նավերի ազատ ու անվտանգ անցումը, ԱՄՆ ղեկավարը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանի նավթային սիրտը, հողին հավասարեցնելով կղզու նավթային ենթակառուցվածքները։ Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները անպագորգոր են համարում Իրանում։ Հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է Պենտագոնի հայտարարությունները, թե լիովին ոչնչացված են կղզու հոբ համակարգերը։ BBC-ի դիվանագիտական թղթակիցներից մեկը չի բացառել, որ նահանգների նպատակը լինի Խարկ կղզին գրավելը։ Դա ոչ միայն թույլ կտա դադարեցնել իրանական նավթի արտահանումը, այլև հնարավորություն կտա կղզին դարձնել բազա Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Այս վարկածները շոշափելի դարձան, երբ միջազգային պարբերականները գրեցին, թե Պարսից ծոց են շարժվում Միացյալ Նահանգների ռազմանավեր, առնվազն 2000 ծովային հետևակով։ Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այս լուրերը։ Որպես պատասխան Խարկ կղզում իրականացված հրթիռային ու ԱԹՍ հարձակման, Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների նավահանգիստների վրա։ Տեղեկացրել է Թեհրանը Էմիրությունների գործընկերներին, որ իրենց օրինական իրավունքն է հարձակվել ԱՄՆ-ի հրթիռային կայանքների վրա, որոնք արաբական պետության մի քանի քաղաքների նավահանգիստներում են։ Վճռորոշ փուլ է մտնում պատերազմը, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Այն կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի, ասել է իսրայելցի նախարարը։ Իրանը հրթիռային լայնածավալ հարձակում է սկսել Թել Ավիվում։ Հզոր պայթյուն է որոտացել Բաղդադում, ԱՄՆ դեսպանատան տարածքում։ Անօդաչու թռչող սարքով են հարվածել դիվանագիտական գերատեսչության շենքին։ Դուբայում ձայնային ազդանշան է միացել նախքան պայթյունը։ Ամերիկյան ռազմանավերը հարձակման են ենթարկվել Շարժա քաղաքի մոտ։ Հարվածների նոր ալիքի տակ են հայտնվել Միացյալ Նահանգների բազաները Մանամայում և Էրբիլում։ Գայանե Մովսիսյան, Հայլուր։
Իրանական պատերազմի թեման կքննարկենք վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանի հետ, նա արդեն տաղավարում է, բարի երեկո Սաթենիկ։ Փաստորեն Միացյալ Նահանգները առավոտյան թիրախավորեց իրանական Խարկ կղզին, բոլոր ռազմական թիրախները ոչնչացնելով, ինչով է կարևոր այս կղզին, որ դառնում է ռազմական թիրախ։ Խարկ կղզին կարելի ասել համարվում է Իրանի նավթային սիրտը եւ այստեղ է կենտրոնացած նավթային մշակման շուրջ 90%-ը։ Այստեղից հիմնականում նավթը արտահանվում է Չինաստան Իրանից։ Իրականում Խարկ կղզու տարածքը փոքր է, մոտ 8 կիլոմետր երկարությամբ եւ գտնում է իրանական սահմանից 35 կիլոմետր հեռավորության վրա, բնակչությունը եւս թվով շատ չէ։ Կարելի է ասել, որ Միացյալ Նահանգների այս հատվածը Խարկ կղզու ռազմական օբյեկտներին նախազգուշացում էր իրանական կողմին, որ հաջորդը կլինեն Խարկ կղզու նավթային օբյեկտները։ Փաստորեն այս էսկալացիան մերձավոր արևելյան հավակնում է դառնալ նավթային պատերազմ։ Մենք հաճախ ենք լսում նաև Հորմուզի նեղուցի մասին, իրանական կողմը փակում է նեղուցը, ամերիկյան կողմը պահանջում է բաց պահել։ Այ Հորմուզի նեղուցի կարևորությունը նավթի համաշխարհային շուկայում ինչպիսին է։ Լարա, Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային տնտեսության չեքփոինտներից մեկը եւ այստեղով է անցնում, կարելի ասել նավթի, հեղուկ գազի արտահանման շուրջ 20%-ը համաշխարհային շուկայի մասին է խոսքը։ Եվ այս օցի երկրների ամենակարևոր ելքն է դեպի համաշխարհային շուկա։ Ընդ որում Լարա արևմտյան մամուլը նշում էր, որ իրանական կողմն է փակել Հորմուզի նեղուցը, սակայն պաշտոնական Թեհրանը հերքում է, նշելով, որ նեղուցը փակվել է բնական ճանապարհով եւ պատերազմական դրությունից ելնելով երթևեկություն ծովային տեղու չի ունենում։ Թեպետ նրանք նաեւ նշում են, որ իրենք համագործակցությունը շարունակում են իրենց համագործակցող երկրների հետ։ Իդեպ 2025 թվականի 12-օրյա պատերազմի ժամանակ իրանական խորհրդարանը որոշում կայացրեց փակել Հորմուզի նեղուցը եւ լիազորեց զինված ուժերին, սակայն մինչ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը կստորագրեր այդ որոշումը, պատերազմն ավարտվեց։ Իդեպ մի կարևոր հանգամանք, նեղուցի մի հատվածը գտնվում է Օմանի վերահսկողության տակ, ուստի ծովային երթևեկությունը կարելի է իրականացնել նաեւ Օմանի ջրերով, շրջանցելով Իրանը, հանրապես հասկացա։ Եվ այս ամենի ֆոնին համաշխարհային շուկայում նավթի գները շարունակ աճում են։ Այո, դարձել են իդեպ նավթի 1 բարելի գինը հասել է $100։ Այս ընթացքում իհարկե գինը մի պահ նվազեց, երբ Թրամփը հայտարարեց, որ պատերազմը շուտով կավարտվի, սակայն ինչպես տեսանք այդպես չեղավ եւ գները կարող են հետագայում նույնիսկ ավելի բարձրանալ։ Այս ընթացքում նավթի գինը աճել է մոտ 40%-ով։ Բրիտանական The Guardian-ի երեկվա տվյալով շուրջ 1000 բեռնատար նավ, հիմնականում նավթի եւ գազի տանկերներ չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով իրենց նախասահմանված հատվածները։ Իդեպ նշում են մասնագետները, որ նմանատիպ նախատիպ նույնիսկ 1950 թվականին, երբ ճգնաժամ էր եղել, այս չափի չէր պատահել։ Շնորհակալ եմ շատ Սաթենիկ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր վերլուծաբան Իրանագետ Քրդագետ Սաթենիկ Թարվերդյանը։ Փորձագետների համար հիմա ամենավտանգավոր հարցերից մեկն այն է, թե արդյոք Թուրքիան կմտնի տարածաշրջանային պատերազմի մեջ ցամաքային գործողություն սկսելով Իրանի դեմ, հետևից տանելով նաև նատոյական զորքը։ Բազմաթիվ զգուշացումներից հետո էլի 3 հրթիռ է ընկել Թուրքիայի տարածքում։ Միջազգային պարբերականները գրում են, որ Էրդողանը, ի տարբերություն Ալիևի, կուլ չի տա վիրավորանքը։ Կթաթախվի Թուրքիան մերձավոր արևելքում բորբոքված կրակի մեջ։ Մի քիչ դժվար է ասել այո, բայց այնուամենայնիվ չի պիտի բացառել։ Միջազգային պարբերականները գրում են, որ Էրդողանը կուլ չի տա բազմաթիվ զգուշացումներից հետո իր պետության տարածքում հայտնված 3 հրթիռները։ New York Times-ի տեղեկություններով Էրդողանը իրենց ռազմական կարողությունները գնահատելու համար խորհրդակցություն է հրավիրել Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Չնայած Թեհրանը վստահեցնում է, որ Թուրքիան չի եղել թիրախը, Անկարայից սպառնալից հայտարարություններ են հնչում։ Արդյոք Թուրքիան կմտնի նմանատիպ պատերազմի մեջ։ Մի քիչ դժվար է ասել այո, բայց այնուամենայնիվ չի պիտի բացառել, քանի որ քաղաքականությունը բացառություններ չի սիրում։ Պարզապես այստեղ ուժերի խնդիրն է եւ ռազմավարական խորության խնդիրն է, որ արդյոք ունի Թուրքիան նմանատիպ ռազմավարական խորություն եւ ռեսուրս պատերազմել Իրանի հետ, թե ոչ։ Չեն բացառում փորձագետները, որ Իրանի թիրախը Թուրքիայում Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի ռազմաբազաները լինեն։ Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային համակարգերն են խոցել վերջին օրերին Իրանից Թուրքիա թռած հրթիռները։ Թուրքագետ Վազգեն Պետրոսյանի համար հավանական սցենար է, որ ՆԱՏՕ-ական Թուրքիան պատերազմի մեջ ներքաշվի դաշինքի աջակցությամբ, գուցե հրահրմամբ։
ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր է, որ ինքը ապագա համաշխարհային համակարգի մեջ ունենա տեղ։ Եվրամիությունը ներկա դրությամբ գնում է դեպի քայքայման, քանի որ տնտեսապես շատ խորը ճգնաժամի մեջ է ապրում, ռազմական առումով բավականին թուլացած է, ինքը իր ամբողջ ռազմական եւ տնտեսական ներուժը ծախսել է Ուկրաինա Ռուսաստանի դեմ։ Թուրքագետի հավաստիացմամբ թյուր է տպավորությունը, թե Թուրքիան խնդիրներ ունի Իսրայելի հետ ու իբրև այդ պատճառով դիրքավորվել է հակառակ ճամբարում։ Մեր որոշ քաղաքական մեկնաբաններ եւ ռազմական փորձագետներ փորձում են տուր տալ նմանատիպ նարատիվներին, որ Թուրքիա եւ Իսրայել կա հակասություն, չկա։ Այդ նարատիվի հիմնական նպատակը այն է, որ ապագա համաշխարհային համակարգի մեջ Թուրքիային տրամադրվի տեղ եւ դեր իսլամական աշխարհը առաջնորդելու համար։ Այն, որ Նախիջևանում ընկած ԱԹՍ-ների պատասխանն այդպես էլ չտվեց, Ադրբեջանը կոշտ հռետորաբանությունից հետո մի բան էլ հումանիտար օգնություն ուղարկեց Իրան, դեռ չի նշանակում, որ մեծ եղբայր Թուրքիան էլ է այդպես վարվելու։ Ադրբեջանում երկու ԱԹՍ-ների հարձակումը Նախիջևանի վրա եւ հետո Ադրբեջանի հոխորտանքները դա ուղղակիորեն ցուցադրություններ եւ կապ չունի թե ով է դա արձակել։ Ադրբեջանը թե քրդական խմբավորումները Իրանից կամ Իրանը, արդյունքը նույնն էր։ Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքը խոցելի պետություն է եւ ցանկություն չունի միջամտել որևիցե ցամաքային պատերազմի։ Թուրքիա-Իրան ցամաքային սահմանին հնարավոր է բախումներ լինեն, գրում են ամերիկյան պարբերականները։ Փորձագետները դեռ ենթադրություններ չեն անում։ Ակնհայտ է, որ եթե Իրանից եւս մեկ հրթիռ հասնի Թուրքիա, չի բացառվում պատերազմի նոր ճակատ բացվի տարածաշրջանում։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժության են պատրաստվում Նախիջևանում։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Արման, բարի երեկո։ Բարի երեկո, Լարա։ Ինչ մեսիջ կարող է գրել վարժանքը տարածաշրջանային լայնածավալ էսկալացիայի ֆոնին։ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարը արդեն այցելել է Նախիջևան եւ հավաստիացրել, որ իր երկիրը կաջակցի Ադրբեջանին տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ լիակատար անվտանգության ապահովման հարցում։ Արդեն ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար էլ այս պահին զգայուն թեմա է Նախիջևանը։ Մարտի 5-ին ԱԹՍ-ներ պայթեցին Նախիջևանի օդակայանում եւ դրանից հետո ադրբեջանական կողմը շտապեց մեղքը ամբողջապես բարթել իրանական կողմի վրա եւ դրանից հետո էլ մենք տեսանք թուրքական ռազմական ներկայությունը Նախիջևանում։ Այս ձևով Թուրքիան փորձեց հասկացնել, որ ինքը նախ տիրապետում է իրավիճակին, վերահսկում է իրավիճակը, մյուս կողմից է, որ Նախիջևանում թուրքական ներկայություն կա։ Իհարկե սա չի նշանակում, որ Թուրքիան ամբողջապես փորձում է էսկալացիա ծավալել տարածաշրջանում համենայն դեպս այս պահին։ Այսինքն զորավարժությունները ավելի շատ ցուցադրական քայլ են, քան իրական պատերազմի նախապատրաստություն։ Այո, այս քայլը ցուցադրական էր, ռազմական ուժի ցուցադրություն եւ քաղաքական քայլ, որով ցույց էր տրվում, որ Թուրքիան շարունակում է, թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում են աշխատել հենց Նախիջևանի ուղղությամբ։ Իհարկե Թուրքիան ուզում է ցույց տալ, որ Նախիջևանը իր համար այս պահին շատ կարևոր գոտի է, միևնույն ժամանակ հասկացնելով, որ այս պահին ինքը դեռ պահպանում է չեզոքություն, հատկապես որ ոչ Թուրքիային, ոչ Իրանին եւ ոչ էլ Ադրբեջանին այս պահին ձեռք չի տալիս բաց բախումները, որովհետեւ դրանք կունենան թե տնտեսական եւ թե ռազմական մեծ կորուստներ։ Արման, Նախիջևանի ԱԹՍ-ի հարվածից հետո եւս մի հետաքրքիր բան տեղի ունեցավ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության փոփոխությունների տակ։ Այդ փոփոխություններով ինքնավար հանրապետության սահմանադրությունից դուրս բերվեց Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի անվանումներին հողումները, փոխարենը ամրագրվեց, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մասն է։ Այս փոփոխությունը ցույց է տալիս Լարա, որ Բաքուն գնում է Նախիջևանի ինքնության ոչ թե ինքնության պահպանման ճանապարհով, այլ ընդհակառակը, այստեղ Բաքվի Նախիջևանի ինքնավարությունը դառնում է զուտ ֆորմալ բնույթ եւ Ալիևը փաստորեն ձգտում է, որպեսզի հնարավորինս շատ այդ որոշումները կապված Նախիջևանի հետ անմիջապես ուղիղ կերպով կապված լինեն իրենից եւ դրանից հետո էլ Նախիջևանը փաստորեն հետս հետ է դադարելու է գոյություն ունենալ որպես առանձին քաղաքական կշիռ ունեցող ինքնավար մարզ եւ անընդհատ կախվածություն է ունենալու եւ վերահսկվելու հենց կենտրոնից։ Բաքվի կենտրոնական իշխանությունից։ Ստացվում է մի ձեռքով Թուրքիան ու Ադրբեջանը ուժեղացնում են ռազմական բաղադրիչը Նախիջևանում, մյուսով Բաքուն այնտեղ նաեւ քաղաքական դաշտն է փոխում։
Հենց դա էլ ստացվում է, որովհետև մենք իհարկե տեսնում ենք թուրք-ադրբեջանական համատեղ ինչ-որ զորավարժություններ կամ ռազմական գործիչների այցելություններ, ես միևնույն ժամանակ նաև տեսնում ենք, որ Բաքուն փորձում է քաղաքական վերադասավորումներ անել Նախիջևանում, որովհետև այս պահին Նախիջևանը Բաքվի համար ոչ միայն պարզապես տարածք է, այլ հատուկ ռազմաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտ, որի վրա աշխատում են թե քաղաքական եւ թե ռազմական վարչական անգամ գործիքներով, որպեսզի կարողանան նրան հատուկ այդ կարգավիճակը պահեն։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Իսկ Սյունիքում շարունակում են պատերազմող Իրանը լքածներ ապաստանել, ապահով են զգում իրենց Հայաստանում, չեն ուզում, որ իրենց զավակները տեսնեն այն, ինչ իրենց գլխով է անցնում արդեն մի քանի տասնամյակ։ Մեղրին է առաջին կանգառը պատերազմող Իրանից Հայաստան եկողների համար։ Բարեկամ երկրում ենք, այստեղ ապահով ենք մեզ զգում, ասում է Մեղրիի հյուրանոցներից մեկում անորոշ ժամանակով սենյակ վարձակալած իրանցին։ Հայաստանը հարևան եւ բարեկամ շատ լավ երկիր է, հայերը հյուրընկալ են եւ սիրով են մեզ վերաբերվում։ Իրանի իշխանությունները գուցե ճիշտ չհասկանան, եթե անգամ բարեկամ երկրից Իրանի դրության մասին իրան հանգստությունը հայտնի։ Այդ է պատճառը, որ տեսախցիկի առաջ չի պատմում գլխով անցածը։ Պատերազմը ամենավատ բանն է, որ կարող է տեղի ունենալ մարդկության համար։ Անարդար հարձակման է ենթարկվել իմ սքանչելի երկիրը։ Դեռ ինչքան պետք է իրանցին տառապի, սրտին ծանրացած վիրավորանքը դուրս է հորդում, երբ մտածում է Իրանում մնացած ընկերների մասին։ Մեր ընկերները հայտնում են, որ ռմբակոծությունը շարունակվում է, հրթիռներ են արձակում Իրանի ուղղությամբ, ինքնաթիռներ են թռչում երկնքում։ Մի կարճ ժամանակով Երևան է գնացել, բայց վերադարձել է Մեղրի, ավելի մոտ ծննդավայրին։ Օրերն է հաշվում, թե երբ է վերադառնալու Իրան։ Գուցե 3 օրից, գուցե 5 օրից վերադառնանք Իրան, գուցե 1 ամսից, մինչև երկրում խաղաղություն լինի։ Հույս ունեմ այս պատերազմը շուտով կավարտվի եւ խաղաղությունը կվերադառնա մեր երկիր եւ նաեւ մեր հարևան երկրներ։ Մեղրիում են ժամանակավոր ապաստան գտնում իրանցիները, թե մեկ այլ վայրում, բոլորի ցանկությունը մեկն է, որ ավարտվի հյուծիչ պատերազմը։ Այն ոչ միայն Իրանին, այլև հարևաններին է հոգեբանական ու տնտեսական ծանր հարված հասցնում, ասում է այս տղամարդը։ Մենք բոլորս միանշանակ խաղաղություն ենք ուզում, եւ որ գնաճը, քաղաքական եւ տնտեսական ճնշումը ավարտվի։ Ասում է պատժամիջոցների մի քանի տասնամյակ ապրած իրենց սերունդը իհարկե գիտի սոցիալական խնդիրները ինքնուրույն լուծելու ձևերը։ Բայց ամենաշատն ուզում են հանուն իրենց զավակների կանգ առնի պատերազմի անիվը։ Հանգուցալուծվի Իրան-Ամերիկա հակամարտությունը։ Թերեզա Կադաևչյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Մոտ 12.5 ժամ շարունակված քննությունից հետո ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը եւս մեկ ամսով երկարաձգելու դատարանի որոշումը բողոքարկելու են փաստաբանները։ Նրանք դատարանի վճիռը անվանում են ուղիղ միջամտություն հունիսի ընտրություններին։ Հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից մենք այլևս ունենք լուրջ խնդիր։ Մենք մեր գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։ Ում համար են Փաշինյանի անպագորգոր հայտարարությունները, եթե Հայաստանում հյուսիսից հարավ, Վարդենիսից ագարակ մարդիկ ասում են, որ հազիվ են գոյատևում։ Որ ասում են ապագա կա, ապագա չկա։ Եվ կառավարական կորտեժով A-կետից B կետ գնալու համար փողոցներ փակող Փաշինյանը մտածում է, որ խայտառակ խցանումների պատճառը մեքենաների աննախադեպ քանակն է, բայց չի ասում, որ Երևանին պետք են նոր ճանապարհներ։ Երևան քաղաքում մի հատ նոր ճանապարհ չեն կառուցել, ինչ հեքիաթներ են պատմում իրենք։ Սկսենք ներքաղաքական օրակարգից մոտ 12.5 ժամ տևած քննությունից հետո ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը եւս մեկ ամսով երկարաձգելու դատարանի որոշումը բողոքարկելու են փաստաբանները։ Նրանք դատարանի վճիռը անվանում են ուղիղ միջամտություն հունիսի ընտրություններին։ Տնային կալանքում Կարապետյանին արգելված է նույնիսկ Facebook-յան ուղիղ եթերում ելույթ ունենալը։ Դա ըստ փաստաբանների անհավասար պայմաններ է ստեղծում նախընտրական շրջանում մրցակիցների հետ։ Բայց պարոն Կարապետյան, ինչպես եք տրամադրված։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի դեմ դատական գործը հերթական քաղաքական հետապնդումը չէ, որ հաճախ տեսնում ենք ընդդիմախոսների դեմ։ Պնդում են Կարապետյանի փաստաբանները։
Արամ Վարդևանյանի տպավորությամբ դատարանի երեկվա վճիռը ուղիղ միջամտություն է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումների աստիճանը բնականաբար աննախադեպ բարձր է, կարծում եմ դա եւս ակնհայտ է բոլորի համար, բայց այն, որ քաղաքական հետապնդումը կարող է վերաճել եւ տրանսֆորմացվել այլևս այն աստիճանի, որ ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն հանդիսանա, սա իսկապես կարծես նորություն է։ Երեկ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդությունը մոտ 12.5 ժամ քննելուց հետո հակակոռուպցիոն դատարանը որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել գործարարի տնային կալանքը։ Մենք այլևս ունենք իրավիճակ, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահի կողմից ամենապատասխանատու փուլին ընտրական գործընթացի, հատկապես նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից, մենք այլևս ունենք լուրջ խնդիր։ Դատարանի վճիռը փաստաբանն անվանում է ուղիղ միջամտություն հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին, քանի որ տնային կալանքի պայմաններում Կարապետյանին արգելված է նույնիսկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ելույթ ունենալ, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում նախընտրական շրջանում մրցակիցների հետ։ Պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը Քարոզ Արշավ է իրականացնում, ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորմանը ակտիվ մասնակցում է, լինի դա պրայմերիզի կամ այլ ձևաչափերով, բայց մյուս կողմից ունենք ուժեղ Հայաստան կուսակցության նախագահին, ով որ 9 ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Սահմանափակված են նաև Կարապետյանի շփումները, նա կարող է շփվել միայն ընտանիքի անդամների ու մերձավոր ազգականների հետ։ Իր եղբորորդու Նարեկ Կարապետյանի հետ օրինակ Սամվել Կարապետյանը հանդիպելու իրավունք չունի։ Մերձավոր ազգականների մեջ են եղբայրը, քույրերը, ընտանիքի են անմիջական անդամներ։ Այստեղ նաև շատ կարևոր է, որ դատարանին բացահայտվել էր, որ ուժեղ Հայաստան կուսակցության նախագահան հանդիսանում է Սամվելը Կարապետյան, ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար մարմնի խորհրդի անդամ է հանդիսանում Նարեկ Կարապետյանը, եւ այդ իմաստով իրենց հաղորդակցումը ոչ միայն մարդկային տեսանկյունից նայենք մերձավոր ազգականների փաստացի, ոչ թե նեղ իրավական իմաստով մերձավոր ազգականների, այլ նաև կուսակցության գործունեության տեսանկյունից խնդիրներ առաջացնելու։ Արամ Վարդևանյանը խոստովանում է, որ դատական նիստի ժամանակ մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ գերակայելու է իրավունքը ու Սամվել Կարապետյանը ազատ է արձակվելու։ Բայց չի հուսահատվում, բողոքարկելու են դատական ակտը վերաքննիչ ատյանում։ Լիլիթ Գասպարյան, Ալբերտ Սերոփյան, Նորայր Շարբաթյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է սկսել կոնսոլիդացիայի գործընթաց ընդդիմադիր ուժերի հետ, այս մասին Հայ ազգային կոնգրես կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Կուսակցության առաջնորդ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չի եղել համագումարին, բայց Զուրաբյանը ընթերցել է նրա ուղերձը։ Տեր-Պետրոսյանի նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում։ Խնդիր, անճաշակ, անկիրթ ծաղրածուն, անմեկնելի մեծամտությամբ մեր ժողովրդին դաստիարակության եւ կրթության դասեր է տալիս։ Սահմանադրության օրենքների ահավոր կոպտագույն խախտումներով հալածանքներ են տեղի ունենում մեր հոգեվարականների դեմ, քաղաքական դիմախոսների դեմ։ Փաշինյանը իրան հռչակել է ըստ էության դիկտատոր, նա որոշել է, որ այլևս պետությունը ինքն է։ Կալանավորված սրբազան Բագրատ arczepiskopos Գալստանյանը ուրախ է, որ Փաշինյանը դեռ վախեր ունի իրենից։ Նա բաց նամակ է գրել կալանավայրից, ըստ էության պատասխանելով Փաշինյանի Եվրախորհրդարանի ելույթին։ Փաշինյանը, ինչպես հիշում եք, աննախադեպ քայլեր արել։ Եվրախորհրդարանի ամբիոնից էր փռել մեր երկրի լվացքը։ Հոգևորականներին մեղադրել էր պատերազմի կուսակցություն ստեղծելու համար, փաստացի խոստովանելով հակաեկեղեցական արշավն էլ ինքը սկսել է, որովհետև հոգևորականները վեհափարի առաջնորդությամբ չեն հրաժարվել Արցախից։ Բագրատ Սրբազանը իր նամակում
հրապարակում գրել է մեջբերը. «Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից եւ իմ ժողովրդից, որոնք դարձյալ փորձում ես փարատել էությունիցդ անպակաս ստախոսությամբ։ Ես բանտում, դու ոչ, բայց ես ազատ, իսկ դու ոչ, որովհետեւ ճշմարտությունը ազատարար է։ Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին շատ կուզեի ասել ետից գնա սատանա, բայց դա էլ եմ քեզ շատ համարում։ Ավելի լավ է մենք ենք մեր սարերի զավենին հողում կատարեմ, որովհետեւ տգետ ես»։ Մեջբերման ավարտը։ Ավելի վաղ մայրաթորն էր դատապարտել Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ցեղասպանության թանգարան ինստիտուտում պայթած սկանդալից հետո երկիրը թրթիռով սպասում է, թե ինչ ճակատագիր կունենա հուշահամալիրի շինարարությունը։ Արդյոք շինարարական աղբ կտեսնենք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրանալիս։ Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցից 40 օր առաջ շինարարական աղմուկ է Ծիծեռնակաբերդում։ Հայ եւ արտասահմանցի այցելուները հիշատակի օրը շինարարական աղբ են տեսնելու անմար կրակի կողքին։ Այս տեմպով վարեցանք, ասած կավարտվի։ Տեսախցիկի առաջ խոսել խուսափող շինաշխատանքների ղեկավարը վստահեցնում է, ապրիլի 24-ին հուշահամալիրը լիովին ավարտուն տեսքով առանց նույնիսկ շինարարական փոշու կդիմավորի այցելուներին։ Ես իրավասու չեմ։ Երբ կավարտվի աշխատանքները։ Մինչև ապրիլի 15-ը։ 800 միլիոն դրամ է հատկացվել հուշահամալիրի հիմնանորոգմանը։ 8 ամիս է նորոգում են միայն անմար կրակը շրջապատող հավերժության տաճարի 3 սյուները։ Հուշարձանի հեղինակներից Սաշուր Քալաշյանն է ճարտարապետական խմբի ղեկավարը։ Նկատում է, սկզբում թերացումներ եղել են, հիմա շինարարները ավելի զգույշ են աշխատում։ Սկզբնական շրջանում եղել է, անզգուշություններ եղել են, մենք դրա համար բողոքել ենք, արդեն հասկացել են, որ զգուշ պետք է լինել, եւ հիմա նորմալ, ամեն ինչ նորմալ որակով արվում է եւ ոչ մի դեֆեկտ չկա։ Մույթերը սալիկապատելու փուլն է։ Քալաշյանի խոսքով ապրիլի 24-ին հիմնանորոգված սյուների վրա չեն լինելու ճաքած, խոնավությունից գունափոխված քարեր, որ առաջացել էին ջրամեկուսացման խնդիրների հետևանքով։ Փոփոխությունները, որ ջարդված քարերը արդեն վերացվել են, այն մյուսների որ ուշադիր նայեք, լիքը ջարդված քարեր կա, ճաքած։ Նախագծի հեղինակի խոսքով Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման անհրաժեշտության մասին ինքնահազանգում է շուրջ 2 տարի։ Վերջապես պետությունը որոշել է փող հատկացնել։ Մտավախություն կար, որ ուշացնելու դեպքում գուցե չստացվեր փրկել հուշարձանը։ Հեղինակներս ինքներս են նախաձեռնել, մենք թշնամի չենք, ամբողջ 2 տարվա ընթացքում ասում են գումար չկա, հիմա գումարները սկսեցին։ Ամուքի իմաստը կարելա, որ ցեղասպանության դեմ արում հուշարձանը վերանորոգում են քաղաքական բնույթ են տալի, դրան ես չգիտեմ։ Ծիծեռնակաբերդի շինարարության մեջ քաղաքական տարրեր պետք չէ փնտրել, կարծում է Քալաշյանը։ Հերքում նաև ցեղասպանագետներին ԿԳՄՍ նախարարության հայտնած լուրը, թե թանգարան ինստիտուտի տնօրենը հեռացել է շինարարության հետ կապված խնդիրների պատճառով։ Նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի հետ հաճախ է հանդիպել Քալաշյանը, երբեք խնդիր չի առաջացել։ Ինչ կապ ունի շինարարության հետ։ Պատվիրատու նախարարությունն է։ Նախկին տնօրենը հեռացել է, որ ջիդերենցին, այցելելու ժամանակ տնօրենը նրան նվիրել է Արցախի հետ կապված հրատարակված գրքեր։ Հիմա այդ հայտնաբերել են, հայտնացել են, թե ինչ իրավունք ուներ նվիրելու, նայել ասել է, եկել է, հաճախել է, մենք միշտ հաճախորդներին մի նվեր տալիս ենք։ Իդեպ ապրիլի 24-ից հետո Ծիծեռնակաբերդը նորից է դառնալու շինհրապարակ։ Ճարտարապետի խոսքով հիմնանորոգվելու են հուշահամալիրի նաև մյուս մույթերը։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Էլեն Յահինյան, Այլուր։ Մեր հայրենասիրության մոդելը անընդհատ փոխող, Արցախը Հայաստանը եւ վերջ հայտարարությունից Ղարաբաղյան շարժում չկա հայտարարությանը հասած Փաշինյանի մտքերը գլխապտույտ են առաջացնում երկրում։ Մարդիկ միֆ են անվանում նաեւ պրոիշխանական քարոզիչների այն թեզը, թե անվտանգային հարցերը իր ձևով փակած Փաշինյանը համենայն դեպս զբաղվում է փոքրացած Հայաստանի տնտեսական զարգացման հարցերով։ Չնայած Փաշինյանը հայտարարում է, թե գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով, ագարակում խանութ մտնելու համար փող ունի քաղաքացին, իսկ Վարդենիսում մարդ չկա, որ խանութ մտնի։ Հայաստանի հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ցավոտ իրականությանն են բախվում Փաշինյանի փուչ խոստումները։ Պարտկանում եմ, Թոշակստանում գնում պարտքերը փակում, նորից պարտկանում։ Գետը ասում ենք շատ վատ։ Անվտանգությունով, ամենիչով, ամեն տեսակետով շատ վատ։
Հայաստանում հյուսիսից հարավ, Վարդենիսից մինչև Ագարակ մարդիկ ասում են, որ հազիվ են գոյատևում, բայց վարչապետը հեռուստաէկրաններից համոզում է, թե չէ, զարգանում ենք։ Մենք մեր գոյատևման օրակարգը փոխարինել ենք զարգացման օրակարգով։ Զարգացման օրակարգի մասին են դատարկվող գյուղերը, զարմանում են մարդիկ։ Բարերով չէ, բայց իրանց քայլերով այնպես են անում, հանգիստ դատարկում են քաղաքը իր գյուղերով։ Շատ կուլտուրական, շատ հանգիստ, շատ մտածված, շատ խելացիորեն դատարկում են Վարդենիսը իրանց գյուղերով։ Այդքան։ Իսկ մեր գյուղերում ահավոր անի ավերակ փոսեր են։ Ոչ մեքենայա քշել լնում, ոչ կոշիկա դիմանում, ոչ մի բան չդիմանում։ Արաքո քայլը եւ կոռուպցիան կանի իր հետ քայլը, արաքո քայլը եւ հուսահատությունը կանի իր հետ քայլը, արաքո քայլը եւ արտագաղթը կանի քո հետ քայլը։ Ժամանակին շատերն են լսել այս խանդավառ կոչերը։ Իրենք իրենց քայլը արել են, բայց ոչ կոռուպցիան է հետ քայլ արել, ոչ հուսահատությունը, ոչ էլ արտագաղթը։ Չեք տեսնում, որ Վարդենիսում բնակչություն չկա։ Քանի որ աշխատատեղ չկա, գոյություն չունի, մարդիկ անճարանակ են, չեն կարողանում ապրել, հնարավորություն չկա ապրելու։ Մարդիկ դուրս են գալիս, ոչ մեկի հաճո չի իր հողից, իր ջրից, իր տնից դուրս գա։ Բայց ինչ անի։ Բայց ինչ անի։ Խանութները հետո փակվում են, գործարանները փակվել են, խանութները փակվել են, աշխատատեղ չկա։ Վարդենիսի դատարկ փողոցները հակառակի մասին են պատմում, ապագա չկա ապագա, ասում են մարդիկ։ Ժամ առ ժամ ամեն ինչը փակվում է, մարդիկ գնում, հերթով գնում, ցանկացած թաղամասը, եթե դուք մտնում եք ցանկացած թաղամասում կա 3 բնակչություն կամ 2, դրանք էլ մտածում են ոնց անենք, որ դուրս գանք։ Ապագա չկա, որ ասում են ապագա չկա։ Մի հատ պասպորտ սեղանը դրին փակին։ Այնա բանկեն դրին փակին։ Մա այստեղ աշխատանքներ գոյություն չունի։ Փաշինյանն ինչ խոստացել, ճիշտ հակառակն է արել, ասում են Մեղրիում, վերհիշելով այս դրամատիկ կադրերը։ Արագաչափերի մասին Փաշինյանի ոտանավորն են անգամ անգիր հիշում։ Նամակ ստացա այսօր, նրբագեղ թիթեռի քաշի, բացեցի սիրածս չեր, վճարիր 5000 Սաշիկ, նամակ ստացա այսօր, կարծեցի կանչում են ճաշի, բացեցի ախորժակս փակվեց, վճարիր 5000 Սաշիկ։ Սերդեշնի պրիվետ at Հարութինա Զիմզիմովա։ 8 տարի անց նոր Սաշիկներ են ի հայտ եկել։ Իսկ նրբագեղ նամակները 5000-ից մի քանի անգամ շատ տուգանքներ են պահանջում։ Արագաչափ են վերացնելու, են վերացնելու, եզի միջերը բարձացել է, նկարվել, կոտրում է ինչ, բայց դες արագաչափ փողնել ավելի շատացել, բարեկները բան արել, բարեկները այս փոքր տեղում են, քան բարեկ ալացել, որ քայլով անցնում ես, էլի թող լինեն, բայց այս փուճուր տեղում խոսքի շատ է, էլի մեր այս փոքր Մեղրիում շատ է։ Իշխանությունից ժողովրդի մեծ դժգոհությունը մեղմելու զուտ նախընտրական քայլ են համարում քաղաքացիները այն, որ միլիարդների պարգևավճարներ ստացող կառավարությունը որոշել է մինչև 10,000 դրամով թոշակները բարձրացնել։ Ինչ է, որ հազիվ 2 կիլո մսի փող, ասում են մարդիկ։ Կա շարքա սա կա շարքա։ Կաշար ժողովրդին, միջև էտ ասում էր դու չկա չի դառնա, ես իմ ինչ չի լինի, 10,000 ոնց կլինի 10,000, այն երևի 10,000 դրամ կտան ժողովրդի փողի կցեն ոտքի վրա, ոտքերը կցավա, էլի շատ է ծանր 10,000 դրամը, բայց միլիոնները ծանր չի, էլի։ Մսի կիլո, դարել է 4,500 դրամ, 1000 դրամ էր է, տեսը որն է գնացել ասել։ Կոպիտ ասած Մեղրիում 2 կիլո մսի փող է, էլի։ Խոսքի 4800 դրամ տավարի միս, 2 կիլո միս էլ, 2 կիլոն էլ ինչ, ընտրությունների համար անում է, էլի, իմ այսօր ընտրությունների համար թոշակն ամբարձացնում եք ուց կավ աշխատավարձը վարձացնի։ Ետադրենք 2 կիլո միս առար դրանով, դա քո կյանքը չի փոխելու, չէ։ Այն, որ մարդիկ չեն զարգանում, այլ հազիվ գոյատևում են, իր խանութի օրինակով է ցույց տալիս Վարդենիսցի կինը։ Մի սուտկականի մարդ չկա, Ազիջան, չէ, չկա, առևտուր չկա։ Պետք է փակեմ, թողեմ ստերից եթամ էլի Երևան։ Եթամ ընտեղ, մի բան աշխատեմ ապրեմ, չկա առևտուր չկա, Ազիջան։ Մենք
որ պետք է աշխատեմ, հմեն տանեմ վարկեր մուծեմ, լրիվ տանեմ վարկ մուծեմ, էլի չանդեք տակ մնա, չկա, գոյություն չկա, երանի առևտուր լիներ առաջվա նման։ Առաջվա նման առևտուր ագարակում էլ չկա, բողոքում են տեղացիները։ Ապրանքը թանկացել, կրակի գին է դարձել։ Մարդկանց գրպաններում կոպեկ չկա։ Ագարակը բամբեին աստե ամեն ջի թանկ է ազիջը։ Այս մեկ տարվա մեջ 5 անգամ խանութում գները բարձրացել է։ Իսկ թոշակը նորեն որոշել բարձրացնել։ Любой բանը բերում են, ծախում ինքը իր ցանկացած գինը դնում։ Խոսք ունենք 50,000 թոշակ են տալիս, 150,000-ի փող են հավաքում։ Իսկ Երևանում Փաշինյանի ու նրա կառավարության քայլերը մեկնաբանելը մոդայից դուրս է գալիս։ Բավական չի այդ թշնամու, այդ հանցագործի անունը տակ։ Նա մեր պետության թշնամին է։ Փաշինյանի անունը լսելուց հետո էլ տեսախցիկի առաջ կանգնող մարդկանց մեծ մասը ասում է. մեր երկրում զարգացողը միայն ԿՊ-ն է։ Սովորական մարդկանց համար գոյատևելն է ճոխություն Փաշինյանի կառավարման տարիներին։ Ապրում են միայն իրանց կուսակցության անդամները լավ, ժողովուրդը լավ չի ապրում։ Իմ ամենամեծ ափսոսանքը այն թեկուզ մի քանի հազար մարդկանց համար է, որոնք դեռևս հավատում են այդ ճիվաղին։ Նրանք են մեղք։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Միլենա Պողոսյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Երևանյան խցանումներում կառավարական շենքերից հնչող խոստումներին հավատալ առհասարակ չի ստացվում։ Կառավարական կորտեժով A կետից B կետ գնալու համար փողոցներ փակող Փաշինյանը հայտարարում է, որ խայտառակ խցանումների պատճառը մեքենաների աննախադեպ քանակն է։ Նրա անդիմախոսները հարց ունեն, այդ դեպքում ինչու չի ասում, որ Երևանին պետք են նոր ճանապարհներ։ Չենք կարող ոնց ուզենք այնպես քշենք եւ արդյունքում ասենք խցանում է։ 5 շաբթի արած այս հայտարարությունից մեկ օր անց աշխատանքային օրվա ավարտին Նիկոլ Փաշինյանի կառավարական կորտեժը անխոչնդոտ ցլանում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Հայոյանքների ու մեքենաների չդադարող ազդանշանների ներքո։ Որ վարչապետի ավտոշարասյունը առանց խցանման մեջ հայտնվելու հասնի A կետից B կետ, պարեկները կանգնեցրել են Գրիգոր Լուսավորի, Չարգիշտի, Վազգեն Սարգսյան փողոցների, առանց այդ էլ խիտ երթևեկությունը։ Երևանի կենտրոնում խցանումը պատրաստ է։ Օրինակ, ստես դավթաշն ամերա վաղկա մի ժամ է ծմել։ Մի ժամը կես տուն են գետում, պետակի խաչմերուկից միջև կոմիտաս։ Նկատել եք, որ խցանումները ինչ-որ թեթևացած լինեն։ Չէ, հաստատ չէ։ Ավելի շատացել։ Պետություն Նախորդ տարվա հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը բողոքել էր, որ անգամ հեծանիվով մեծ դժվարությամբ է կառավարության շենքից հասել նախագահական։ Ես չեք կարող մտածել, որ կարա ժամ լինի, որտեղ նույնիսկ հեծանիվով հնարավոր չլինի անցնել։ Փաշինյանի մեկ օրվա այս ծանր փորձության միջով տասնյակ հազարավոր երևանցիներ ամեն օր են անցնում։ Ես այս տարածքով եմ գնում գալիս մինչև Կոմիտաս, մինչև Հերացիա խցանումը։ Կետառը բանատապատ չի, այսինքն Չեմ զգացել։ Ոք մի ժամ, որտեղից ուրեք գնում։ Կենտրոնից արևմտյան թաղամաս։ Անցած տարեվերջին միջգերատեսչական աշխատանքային խումբ էր ստեղծել կառավարության գլուխը ճանապարհային երթևեկությունը կարգավորելու եւ խցանումները հաղթահարելու նպատակով։ Որոշվել էր, որ աշխատանքային խմբի ղեկավարը կատարած աշխատանքի մասին պետք է 15-օրյա պարբերականությամբ զեկուցի վարչապետին։ 3 ամիս անց Փաշինյանն անգամ տեղյակ չէ ինչ է արվել։ Ես ճիշտ ասած առիթ չեմ ունեցել լսեմ զեկույցը, թե ինչ է արվել այդ ուղղությամբ, բայց համոզված եմ աշխատանքը արվում է։ Փաշինյանը նաև գիտի, որ խցանումների պատճառը Հայաստանում մեքենաների աննախադեպ քանակն է։ Եվ եթե ավտոմեքենաների թիվը աճում է, բնականաբար երթևեկության կազմակերպման մարտահրավերներն են աճում եւ աշխատանքային խումբը ձևավորված է աշխատում է։ Աշխատանքային խմբերով հարցը չի լուծվի, նկատում է Երևանի ավականուն դիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Հիշեցնում է, որ այդպիսի մի հանձնաժողով էլ Երևանի քաղաքապետարանում է ստեղծվել, բայց դրանից Երևանի երթևեկությունը չի բարելավվել։ Այդ հանձնաժողովի անունը կարելի է դնել Քյասի բարեկամների գործի օֆիս։ Այդ օֆիսը ըստ Մանուկյանի 74 աշխատող ունի, 1.800.000 դրամ աշխատավարձ է ստանում տնօրենը, առանձին աշխատողներ էլ 1.700.000 դրամ են ստանում, իսկ պահակներն ու մաքրուհիները 230.000։
Մեքենաները շատացել են, խցանումներն ավելացել, ուրեմն պետք են նոր ճանապարհներ, ասում է ավականու անդամը ու արձանագրում։ Տրանսպորտային նոր հանգույց մայրաքաղաքում չի ստեղծվել 2018-ից ի վեր։ 8 տարի իշխանության եք 8 միլիարդ դոլար դուք պարտք եք վերցե տղա ջան, մի հատ Երևան քաղաքում հանգույց, մի հատ ենթակառուցվածք չեք կառուցել։ Դուք 8 տարի մարդկանց ասե ու խաբել եք։ Երևան քաղաքում մի հատ նոր ճանապարհ չեն կառուցել, ինչ հեքիաթներ են պատմում իրանք։ Էդգար Ղուշյան, Աշոտ Մնոյան եւ Միլենա Պողոսյան, Հայլուր։ Մինչ քաղաքագլուխ Ավինյանը հայտարարում է, թե կոյուղատարների պատասխանատուն նախ կառավարությունն է, հետո Վեոլյան, հետո միայն քաղաքապետարանը, մայրաքաղաքի մի քանի հասցեներում շարունակում են տառապել գարշահոտությունից։ Զարուհի Սահակյանի ռեպորտաժը։ Հատակի փայտը լողում է, կեղտաջրերով լցված մառանում։ Նոր Արեշի 12-րդ փողոցի տները մարտի 8-ից գարշահոտ ջրերի մեջ կորած են։ Որ մի ղեկավարի երեխեն էս պայմանում կապրի։ Մինչ քաղաքապետարանում որոշում են ում գործն է, ով պետք է զբաղվի մաշված, քայքայված ու խցանված խողովակներով, մարդիկ շարունակում են ապրել սարսափի պայմաններում։ Այս համակարգերը համայնքային գույք չեն, այլ պետական գույք են։ Մենք մեր կառավարության գործընկերների հետ, Վեոլա ջուր ընկերության հետ ունեցել ենք քննարկումներ, որի արդյունքում որոշվել է, որ հիմնական ներդրումների ֆինանսավորումը իրականացնելու է կառավարությունը, երկրորդ տեղում պետք է լինի Վեոլյան եւ իհարկե Երևանի քաղաքապետարանը որոշ ծավալի աշխատանքներ պետք է շարունակի անել։ Գնդակի պես մեկը մյուսի դաշտն են ուղարկում կոյուղատարների խնդիրը, լվանալով ձեռքերը։ Փետրվարի վերջին Նորագյուղում էր կեղտաջուրը լցվել մարդկանց տները։ Ասма մեր գործի, գնացել եմ քաղաքապետարան, մեր գործի Վիոլայինն է։ Զանգել ենք քաղաքապետարան, մի հատ էլ իրանք են մուննած գալի վերեքս։ Էդի մեր գործը չի, բա ում գործն է էսի։ Նույն վիճակն էր Նոր Արեշի 22 հասցեում, խցանված դիտահորեր, խորտակված տներ։ Մի ամիս է այս նույն պատմությունն է, ասենց գոյողի է, պայթել է, ոչ գալիս են, ոչ տիրություն են անում, խայտառակ վիճակ։ Մարդիկ լավ են հասկանում, որպեսզի տները չհեղեղվեն, պետք է համապատասխան կառույցները վերջապես սկսեն աշխատել, փոխեն սովետական դառնապրած խողովակները։ Ինչ կարևոր է, կոյուղատարները պետական թե համայնքային գույք են համարվում, ոչ պետությունը, ոչ էլ համայնքը, մատը մատին չեն տալիս, հազար ու մի հիվանդության պատճառ գարշահոտությունից մարդկանց փրկելու համար։ Զարուհի Սահակյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Երևանի ամենահին կոնդի թաղամաս կռիվ է ընկել։ Բնակիչների պնդմամբ կառավարությունը հանրային գերակաշահ է ճանաչել տարածքը բիզնես կենտրոն կառուցելու նպատակադրմամբ, իսկ իրենց կոպեկների փոխհատուցում է առաջարկում տներից հեռանալու համար։ 12 ընտանիք չի պատրաստվում հեռանալ կոնդից։ Նրանց հետ Աննա Գյուլնազարյանն է զրուցել։ Դուրս չեմ գալուս, ես իմ երեխայի հետ, իմ ամուսնու հետ, իմ տունը պահելու եմ։ Ռուզաննան ամուսնու հետ 20 տարում է ֆրիկի մեկ հասցեի այս 3 հարկանի տունը կառուցել։ Առաջին հարկում խանութ են աշխատեցնում, որ հաշմանդամություն ունեցող երեխայի ծախսերը հոգան։ Թվում է ամեն ինչով ապահովված են հանգիստ ապրելու համար, բայց ոչ, 2 տարի առաջ երերացել է հողը ոտքերի տակ։ Եթե իրանք վերածվելու են թուրքի, ես էլ վերածվելու եմ հայի, որը կպաշտպանի իր տունը։ Ու դուրս չեմ գա։ Խնդրում եմ պետությանը, թող մեզ հանցագործ չսարքի։ Երևանի ամենահին կոնդի թաղամասի բնակիչներն ասում են 2024 թվականին Հայաստանի կառավարությունը հանրային գերակաշահ է ճանաչել այս տարածքը, բիզնես կենտրոն են ուզում կառուցել։ Ինչի պիտի դուրս գամ։ Մարդիկ զայրույթով են ընդունել այս լուրը, իրենց խոսքով կոպեկների փոխհատուցում են առաջարկում այս տներից հեռանալու դիմաց։ Ես 40 տարի կյանք եմ դրել ստան վրա, չեմ կերել, չեմ խմել, սոված եմ եղել, բայց սարքել եմ։ Սկի մի հոլիկի գումար չի տալի։ Կոնդեցիների ասելով 1 քառակուսի մետր հողի համար իրենց 640,000 դրամ փոխհատուցում են առաջարկում, արդար չէ ըստ պատմական թաղամասի բնակիչների։ Վաղը միսեր որպես օֆիսային տարած վաճառել է 1 քառակուսի մետրը 5 միլիոնից ոչ պակաս։ Հեղափոխություն արվեց։ Ես եմ տերը իմ երկրի։ Այսօր ես տերը չեմ իմ տան, իմ ընտանիքի, իմ ամրոցի։ Ես ոնց կարամ երկրի տեր լինեմ։ Հողից բացի տան համարել են գումար առաջարկել որոշ բնակիչների, Հրաչի 53 քառակուսի մետրանոց տան համար 2 միլիոն 300,000 դրամ են խոստանում։ 2 միլիոն 300,000 որտե տուն սարքեմ։ Որպեսզի այդպիսի շինություն կառուցես,
պետքա 28 միլիոն դրամ։ Ինձ ասում է, ինձ պետքա մենակ քո հողը։ Ես հողի փող եմ տալիս քեզ։ Կոնդեցիներից ոմանք համաձայնել են առաջարկվող պայմաններին, թաղամասում ասում են իրենց հողն ու տունը հիմնականում հանձնել են նրանք, ովքեր այսպես թե այնպես այստեղ չեն ապրում, տներն էլ հին են ու խարխլված։ Սակայն 12 ընտանիք ասում է, թե չի ուզում ջրի գնով տալ ունեցած չունեցածը։ Այսօր զանգ ենք տալիս բոլոր գնահատող կազմակերպությունների, բոլորը վախենում են, ասում են, եթե գերակա շահճանաչվեր, մենք չենք մոտենա։ Ոչ ոք, հիմա մենք ոնց պայքարենք։ Պետական տարբերատյանների դռներ են թակել այս մարդիկ, բայց իրենց հարցին լուծում չկա։ Մեզ ընդունել է Ալեն Սիմոնյանի տեղակալը, Ասլատիկին Ռուզաննա, նայում եմ ձեր ամբողջ թղթաբանությունը տեղին է, մի քարակուսին էլ լրիվ թղթով արված է իմս, չունեմ բաց թողնված բան։ Ասում է, բայց ոչինչ չեն կարող անել, որովհետև ասում է, այսօր բանը իրանցն է արդեն դա։ Իրենց սեփականության իրավունքը պաշտպանելու համար ասում են պայքարելու են մինչև վերջ, անգամ եվրոպական դատարան են դիմելու։ Բեք այնքան որ մեր ինչ արժի մեր տունը, ես ձեզնից ավել գումար չեմ ուզում, ողորմություն չեմ ուզում։ Դրսից չեն գալու ստեղ իրանց բիզնեսներն անեն, մենք գնանք, չգիտեմ որտեղ ենք ոնց ապրենք։ Հերու մնացեք մեր տներից, իշխանությանը զգուշացնում են կոնդեցիները ու դիմում անձամբ Փաշինյանին։ Ես հողերը որ ազատագրել եմ, դու բանակից ազատվում ես այդ վաղ։ Իսկ ես սարերում քյալը է տարի թուրքերի հետ։ Հիմա դու աղբեր ես դարել, ես էլ ճշտամի եմ դարել։ Ու եկել ես հիմա մի հատ տուն ունեմ, ձեռից ստանում ես։ Աննա Գյուլնազարյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Վատ հոտ են առնում բուժաշխատողները առողջության ապահովագրության համակարգը հապշտապ ներդնելու իշխանության քայլից։ Շատերի կարծիքով ընտրական տարում ընտրողներին հաճոյանալու նպատակով է Փաշինյանի թիմը մի քանի անգամ հետաձգված նախագիծը իրենց համար գլխացավանք դարձրել։ Բուժաշխատողները առողջության ապահովագրության ներդրումից հետո կոպեկներ են ստանում կատարած աշխատանքի դիմաց։ Կարինե Մանգասարյանն է պատմում։ Հազանգում են բոլոր հարցերով զբաղվում են։ Խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նորընտիր ՔՊԱ-ական նախագահ բժիշկ ստոմատոլոգ Վանիկ Օհանյանն այսպես արդարանում է, թե ինչու ուրբաթ չի հանդիպել ընդդիմադիր Հայաստան խմբակցության հրավերով ԱԺ եկած բժիշկների հետ։ Իրենք էլ գիտեն բժիշկների խնդիրները։ Այս խնդիրների մասին վաղուց արդեն շոշափվում է, գիտենք, տեղյակ ենք։ Գիտեն, որ բուժաշխատողները փետրվարին խայտարակ ցածր աշխատավարձ են ստացել առողջության ապահովագրության ներդրումից հետո նախարարության սահմանած աննախադեպ ցածր փոխհատուցումներից։ Սրտաբան եմ, հունվար ամսվա աշխատավարձը 160,000 դրամի փոխարեն ստացել եմ 18,141 դրամ։ Իդեպ այս բոլոր աշխատավարձերի սկրինշոտերը մենք ունենք, ուղարկող բժիշկները իհարկե կապի մեջ ենք։ ՔՊԱ-ական Օհանյանը վստահեցնում է, կվերանայեն բուժաշխատողների աշխատավարձը հաշվելու մեխանիզմը։ Ոչ թե այլ տարբերակ է լինելու, այլ այդ հաշվարկային մեխանիզմների ավելի ծաղուն ընթացքը պետք է լինի։ Բժիշկներն ուզում են, որ իրենց ճիշտ հասկանան, իրենք դեմ չեն առողջության ապահովագրությանը, բայց պետք է լավ ծանր ու թեթև արվեր համակարգը ներդնելուց առաջ։ Ոչ թե ընտրական տարում ընտրողներին հաճոյանալու համար մի քանի անգամ հետաձգված նախագիծը դարձնել գլխացավանք բուժաշխատողների համար։ Այս հապճեպությունը բացի ընտրություններին նախապատրաստվելուց այլ բացատրություն չունի։ Հակառակ բարեկամ ինչ խնդիր է լուծում այս համակարգը։ Արտարության խնդիրն է լուծում, չէ, արտարության խնդիրը չի լուծում։ Պացիենտների որակյալ բուժապահովման խնդիրն է լուծում, չէ, այդ խնդիրը չի լուծում։ Բուժաշխատողների արժանապատիվ վարձատրության խնդիրն է լուծում, չէ, չի լուծում։ Վիրաբույժ Մարգարյանն ընդգծում է, արժանապատիվ աշխատավարձը պարզապես կենցաղային հարցերը լուծելու համար չէ։ Գումարն անհրաժեշտ է վերապատրաստումների համար, բուժման ժամանակակից մեթոդներին տիրապետելը բխում է նաև բուժարուների շահերից։ Թվում է, թե եթե մենք խոսում ենք մեր վարձատրությունից, դա այդքան էլ բարոյական չի, բժիշկը պարտավոր է անշահախնդիր բուժելու, բայց ելի եմ ասում, ստեղ խնդիրը բժիշկի վարձատրության մասին չի, որ նյութի տեսանկյունից, այլ ստեղ բժիշկի վարձատրությունը պետք է, որպեսզի բժիշկը առաջին մոտիվացված լինի եւ երկրորդը կարողանա ներդրում անի իր մասնագիտության մեջ ավելի բարձր կարգի մասնագետ լինելու համար։ Խորհրդարանի առողջապահության հանձնաժողովը սպիտակ խալաթավորների բողոքներից հետո որոշել է լսումներ հրավիրել, բայց թե երբ չգիտի հանձնաժողովի ՔՊԱ-ական նախագահը։ Մենք հայտարարենք դրա մասին լրացուցիչ։ Կարինե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։
Նորից մի քանի լուր միջազգային օրակարգից ու նախ Մերձավոր Արևելյան օդային մարտերի ֆոնին մի տեսակ երկրորդ պլան մղված ուկրաինական հակամարտության մասին։ Ռազմաճակատում թեժ է, իսկ Զելենսկին վստահ է, որ աշխարհում նավթի ճգնաժամը զսպելու համար հակառուսական որոշ պատժամիջոցներ վերացնելու Թրամփի որոշումը չի նպաստում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Հակառակը մոտ 10 միլիարդ դոլար է ավելացնում այն բյուջեին, որով Պուտինի բանակը շարունակում է մարտերը։ Սովինար Բարխուդարյանը կպատմի։ Ռուսական բանակը հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով նոր համակցված հարված է հասցրել Ուկրաինային։ Կիևը հայտնում է, որ ռուսներն օգտագործել են թևավոր, բալիստիկ եւ հիպերձայնային հրթիռներ։ Զելենսկիի տեղեկություններով ռուսները հարձակվել են 68 հրթիռներով ու մոտ 430 տարբեր տեսակի դրոններով, որոնցից 58-ը ուկրաինական հոպա խոցել է։ Հարձակման հիմնական թիրախը Կիևի շրջանն է եղել։ Հարվածների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 15 մարդ։ Վնասվել են մոտ 30 էներգետիկ օբյեկտներ Կիևի մարզի 4 շրջաններում։ Տարածաշրջանում նորից էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ են։ Խարկովի մարզում ռուսական օդային հարվածի հետևանքով զոհվել են ավտոբուսի վարորդը եւ 2 ուղևոր։ Եվս 4-ը վիրավորվել են։ Հարվածների տակ են եղել նաև երկաթուղային ենթակառուցվածքները։ Փոխվարչապետ Դմիտրի Կուլեբայի խոսքով դրոնների հարձակումից շոկեքարշ է վնասվել։ Ուղևորները չեն տուժել, սակայն մեքենավարը եւ նրա օգնականը բեկորային վնասվածքներ են ստացել։ Մի շոկեքարշ էլ Կրիվոյ Ռոգի շրջանում է վնասվել կայարանի վրա հարվածների հետևանքով։ Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկի շրջանի Կովկաս նավահանգստին։ Կովկասը ռազմավարական լոգիստիկ նշանակություն ունի Մոսկվայի համար։ Կերչի նեղուցի մոտ գտնվող նավահանգիստը կապում է Սև ծովը Ազովի ծովի հետ, ապահովում կապը Ղրիմի հետ։ Ռուսական կողմը հայտնում է 3 վիրավորի մասին։ Փոխադարձ հարվածներին նախորդել են Ուկրաինայի նախագահի նոր աղմկահարույց հայտարարությունները։ Զելենսկին քննադատել է Վաշինգտոնի 30 օրով ռուսական նավթը պատժամիջոցներից ազատելու որոշումը եւ պնդել, որ դա չի նպաստի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Հակառակը Ռուսաստանը մոտ 10 միլիարդ դոլար կստանա պատերազմի համար։ Պատժամիջոցների թույլատվումից առաջ էլ Ռուսաստանի բյուջեն օրական լրացուցիչ մոտ 150 միլիոն դոլար էր ստանում նավթի վաճառքից, ըստ բրիտանական Financial Times-ի։ Զելենսկին բանակցային պրոցեսը համեմատել է Սանտա Բարբարա սերիալի հետ եւ հայտարարել, որ ամեն ինչ Վաշինգտոնից է կախված։ Ամերիկացիները հայտարարել են, որ պատրաստ են հանդիպել, բայց միայն Ամերիկայում, քանի որ պատերազմը եւ անվտանգային իրավիճակը հիմա թույլ չեն տալիս նրանց լքել Միացյալ Նահանգները։ Ուկրաինան հաստատել է, որ պատվիրակությունը պատրաստ է թռչել Մայամի կամ Վաշինգտոն։ Սակայն ռուսական կողմը հրաժարվել է թռչել Ամերիկա եւ առաջարկել է 2 երկրներից մեկը՝ Թուրքիա կամ Շվեյցարիա։ Ամերիկացիները մերժել են այս տարբերակը։ Սանտա Բարբարա ամերիկյան դրամատիկ սերիալը տևել է 9 տարի, հայտնի է խճճված սյուժեով ու հաճախ փոխվող գլխավոր դերակատարներով։ Սակայն ռուս-ուկրաինական պատերազմից տարածվող կադրերը, որոնք մարտաֆիլմ են հիշեցնում, իրականություն են։ Սովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 բալիստիկ հրթիռ է արձակել ճապոնական ծովի ուղղությամբ, տեղեկությունը պաշտոնական է։ Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ ուժեղացրել են հսկողությունը եւ մարտական պատրաստվածությունը հրթիռների հնարավոր նոր արձակումներին արագ արձագանքելու համար եւ սերտորեն աշխատում են Միացյալ Նահանգների ու Ճապոնիայի հետ։ Եվ վերջում փորձառու տեղագետ Յուրի Կիսելյովը հայ գործընկերներին օգնում է ռեսուրսները ավելի ճիշտ եւ արդյունավետ օգտագործել, ինչպես Արևմտյան Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում են անում։ Մի խորհուրդ ունի հայ գործընկերներին չվախենալ հրաժարվել ավանդական մոտեցումներից։ Կպատմի Հայկ Ավանեսյանը։ Ափսոս են դեղամիջոցների մասին հայ դեղագետների գիտելիքները։ Հանրահայտ բժիշկ դեղագետ Յուրի Կիսելովը ամեն ինչ անելու է, որ նրանք իրենց իմացածը դեղատներից բացի կարողանան կիրառել նաև հիվանդանոցներում։
Հայաստանում կան բազմաթիվ դեղագետներ, որոնք դեղամիջոցների մասին շատ գիտելիքներ ունեն, բայց շատ լավ կլիներ նրանց ներուժը օգտագործել ոչ միայն դեղատներում, այլ նաև կլինիկական առողջապահության ոլորտում։ Ավելի քան 20 տարվա դասավանդման փորձ ունեցող Կիսելովը աշխատել է բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողների հետ։ Նրա ցանկությունն է, որ ինչպես Արևմտյան Եվրոպայում կամ ԱՄՆ-ում հայ բժիշկները նույնպես կարողանան ռեսուրսները ավելի ճիշտ ու արդյունավետ օգտագործել։ Ցանկացած մասնագետի համար անհրաժեշտ է փորձի ու գիտելիքի փոխանակումը։ Ես սա անում եմ առանց որևէ փոխհատուցման, իմ սրտի ցանկությունն է։ Վահե Մելիքսեթյան կրթաբժշկական հիմնադրամի հրավերով է անվանի դեղագործը Հայաստանում մասնակցում, բազմադեղանշանակում եւ կլինիկական դեղագիտություն, արդի մոտեցումներ եւ գործնական լուծումներ թեմայով սեմինարին։ Հիմնադրամի տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի խոսքով սեմինարի նպատակն է իրականացնել իր եղբոր երազանքը։ 44-օրյա պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի երազանքն էր դեղագիտությունը զարգացնել Հայաստանում։ Մեր թիրախային խումբը բժիշկներն են, դեղագետները, դեղագործները, նպատակն է իմ նշած մասնագետներին ցույց տալ կլինիկական դեղագետի անփոխարինելի դերը բժշկական թիմերում։ Դժվար կլիներ Կիսելովի պես փորձառու դեղագետին հրավիրել Հայաստան առանց Viva բարեգործական հասարակական կազմակերպության աջակցության։ Այս կազմակերպությունն արդեն 6 տարի է համագործակցում է Կիսելովի հետ։ Մեր համագործակցությունը սկսվել է 2020-ին, COVID-ի ժամանակ։ Նամակագրական կապի մեջ էինք որպես երկու բժիշկ։ Հետագայում նա ցանկացավ համագործակցել Հայաստանի հետ։ Մենք նրան հրավիրեցինք այստեղ մեր մշտական համաժողովներին եւ կրթական դասընթացներին։ Տպավորել է Հայաստանը Կիսելովին, ասում է դրախտային երկիր է։ Կարծում է հայ ժողովուրդը բախտավոր է, որ այսքան խելացի եւ նվիրված բժիշկներ ունի։ Մի խորհուրդ ունի հայ գործընկերներին չվախենալ հրաժարվել ավանդական մոտեցումներից։ Հայկ Ավանեսյան, Լիլիթ Գասպարյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, մի քանի րոպեից եթերում կլինի մեծ քաղաքականություն փոդքասթի երկրորդ մասը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ։ Այն հնարավոր է գտնել նաև մեր YouTube-յան էջում եւ սոցիալական մեդիայի մեր մյուս հարթակներում։ Դուք դիտում եք Հայլուրի մարտի 14-ի ամփոփիչ թողարկումը։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։